Ձուկը սպանախով մի հրաշալի համադրություն ձեր զատիկի տոնական սեղանի համար։ Նման կարմիր ախորժելի տեսք ունեցող ձուկ կարելի է պատրաստել միայն իմ առաջարկած տարբերակով։ Սա Սևանի սիկ ձուկն է համեմված սոյայի սոուսով, այն չենք տապակելու, այլ դնելու ենք ջեռոցի կամ ճարպաջեռոցի մեջ։ Ձուկը ստացվում է թերթ, ընտիր համեմված։ Վստահեցնում եմ, որ մեկ անգամ այս տարբերակով պատրաստելուց հետո բաղադրատոմսին անդրադառնալու եք շատ անգամներ, քանի որ ստացվում է չափազանց համեղ։ Համադրելով ճիշտ պատրաստված սպանախի հետ ստանում ենք վիտամիններով և սպիտակուցներով հարուստ լիարժեք ճաշ կամ ընթրիք, դե ինչ սկսենք պատրաստել։ Նախ պատրաստենք թանձրուկը, որով պետք է մարինացնենք սիկ ձուկը։ Մեզ անհրաժեշտ է 2 ճաշի գդալ բուսայուղ, նույն չափ սոյայի սոուս, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ և կես թեյի գդալ աղ։ Աղ քիչ ենք օգտագործում, հաշվի ենք առնում այն փաստը, որ սոյայի սոուսը բավականին աղ է պարունակում։ Այս թանձրուկը նախատեսված է 3 միջին չափի սիկ ձուկ մարինացնելու համար։ Քանի որ ձուկը չենք տապակում, այլ պատրաստում ենք ջեռոցի կամ ճարպաջեռոցի մեջ, ստացվում է դիետիկ առողջարար սնունդ։ Բարեկամներ, շուտով իմ ալիքում միասին կպատրաստենք իշխան ձուկ զատիկի տոնական սեղանի համար, այնպես որ եթե մինչև այժմ չեք բաժանորդագրվել, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, ձեզ սպասվում են շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Հեռացնում ենք ձկան պոչերը, գլուխները և բաժանում ենք 3-4 մասի։ Կտորները լցնում ենք թանձրուկի մեջ և մի լավ խառնում ենք, թողնում ենք մարինացվի առնվազն 30 րոպե, ինչքան երկար թողնեք, այնքան ավելի համեղ կստացվի։ Եթե պատրաստելու եք ջեռոցի մեջ, տապակի վրա յուղաթուղթ փռեք, գեղեցիկ դասավորեք կտորները, դրեք նախապես 180 աշճան տաքացված ջեռոցը, թողեք 30-ից 35 րոպե, կախված է ջեռոցի հզորությունից։ Ճարպաջեռոցի դեպքում միացնում ենք ձկան համար նախատեսված ռեժիմը 30 րոպե 180 աշճան։ Մինչ ձուկը պատրաստ կլինի, անցնենք խավարտին, որի համար մեզ անհրաժեշտ է 2 կապ սպանախ։ Մարացնում ենք։ Որպեսզի սպանախի վիտամինները և օգտակար հատկությունները մաքսիմալ ձևով պահպանենք, տապակելուց առաջ այն չենք շոգեխաշում։ Տապակի մեջ դնում ենք 50 գրամ կարագ, ավելացնում ենք մարացրած կանաչին և ծածկում ենք։ Ցածր կրակի վրա շոգեխաշում ենք սեփական հյութի մեջ 4-ից 5 րոպե։ Տարբեր տեսակի կանաչիներ տապակելիս ես սոխյար չեմ պատրաստում, քանի որ սոխի համը գերակշռող է և այդպես կանաչիների նուրբ համը չի զգացվում, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս այսպես պատրաստել։ Չնայած որ ջուր չենք ավելացրել, տեսեք թե որքան հյութ է արձակել սպանախը, ավելացնում ենք մի փոքր աղ, հարած հավկիթ, մի լավ խառնում ենք և վերջ, 2-ից 3 րոպե անց պատրաստ է։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ դիտում եք իմ տեսանյութերը առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, նախապես շնորհակալ եմ։ 30 րոպե անց տեսեք թե ինչ ախորժելի տեսք ունի մեր պատրաստած սիկ ձուկը։ Ճարպաջեռոցի ցանցի վրա ես յուղաթուղթ չեմ դնում, քանի որ այդպես սնունդը ճիշտ չի պատրաստվում, տաք օդը պետք է բաշխվի հավասարաչափ։ Մատուցում ենք ձուկը սպանախով և անուշ ենք անում։ Ի դեպ այս ափսեն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի մոտ 30 րոպե։ Այսօր էլ սիկ ձուկը մատուցելու նման համեղ և գեղեցիկ տարբերակ։ Դուք էլ փորձեք պատրաստել այս եղանակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։